Այսօր էսոն ցեզի պիտի պատրաստե ուրվացիներուն սեմսեգը։ Մեր հետևորդներեն մին առաջարկած էր սեմսեգի պատրաստությունը տեսնել, այսօր պիտի պատրաստենք սեմսեգը։ Եկեք իրարու հետ պատրաստենք։ Սեմսեգը պատրաստելու համար պետք ունենք աղացած միս, ունիմ հոս 1 փանկ եւ քիչ ավելի, միսին մեջը գտնենք 2 հավգիտ, 1 տկալ կարմիր բղբեղ, 1 տկալ աղ, կես տկալ սև բղբեղ եւ քիչ մրջուր շաղելու համար։ Եկեք իրարու հետ սկսենք շաղել մեր միսը։ Քիչ մրջուր շաղելու համար։ Չմոռնամ հիշեցնելու, թե ասիգա մորս նորեն ռեսիպին է։ Հավգիթը լավ մխարնել է ետքմիսին հետ, 1 տկալ ալյուր պիտի ավելցնենք։ Սեմսեգին միսը պատրաստ է, եկեք խմորը շաղելու սկսենք։ 4 թավատ ալյուր, բդրունցմը աղ, 1 սուրճի քավատ ցիթայով, արածին չափ ջուր շաղելու համար։ Քիչ ավելցնենք։ Այսօր ես ցերկով պիտի շաղեմ։ Խմորնից պատրաստ է, խաչակնքենք, քիչ մցկենք, որ հանգչի։ Վրան մաքուր անցերոցմը, քիչ մթող հանգչի, հետո պիտի սկսենք խմորը փանալու։ Մեր խմորը արդեն հանգչեցավ։ Մեր խմորի քնտիկները պատրաստ են։ Միսն քունթեր պատրաստ ենք։ Մեր մսակունտերը պատրաստ են, հիմա պիտի սկսենք սեմսեգը փանալու։ Ջուրը տնեմ վրան։ Սեմսեգին բոլոր շուրջը պիտի կոծենք ծայրերը, որ միսը և խմորը չզատվի իրար մե, երբ կտաբակենք։ Մեր սեմսեգները պատրաստ են, հիմա պիտի սկսենք տաբակելու, հուսական յուղը պիտի տնեմ, ցեթը լեցնենք, պիտի սպասենք, որ ցեթը դակնա և հետո սեմսեգները տնենք, որ տաբակվի։ Մեր ցեթը պատրաստ է։ Շատ մի խջովեք ցեթին մեջը, քանի մահատ 4-5 հատ թավարավեք։ Ացնենք։ Մեր սեմսեգը պատրաստ է, եկեք համին նայենք։ Շատ համեղեղած է, անուշուտ եք։